Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նորից փորձում է ստանձնել խաղաղարարի դերը, հանդես գալով նոր առաջարկով և կոչ անելով Ուկրաինային հրաժարվել որոշ տարածքներից և իր զենքի մի մասից, հետագայում էլ չունենալ հեռահար զինատեսակներ։ Զելենսկին այս առաջարկին դեռ պաշտոնապես չի արձագանքել, մինչ այդ արձագանքի հրապարակումը Ուկրաինայի նախագահը Թուրքիայում էր։ Բնականաբար Ուկրաինան հատկապես հիմա ունի Թուրքիայի աջակցության, ընդ որում շոշափելի աջակցության կարիքը։ Կարծում եմ այստեղ ընդամենը փորձ էր ճշտել, թե արդյոք ռազմական գործողությունների երկարաձգման պարագայում Թուրքիան կաջակցի Ուկրաինային եւ Զելենսկու իշխանությանը եւ ինչպիսի հեռանկար կարող է ունենալ, եթե Ուկրաինան մերժի ամերիկյան այս առաջարկը։ Քաղաքագետը կարծում է, որ այս պահին Զելենսկիին ձեռնտու չէ ռազմական գործողությունների դադարեցումը, ընդհակառակը նա փորձում է երկարաձգել պատերազմի հանգուցալուծումը, սակայն հանգամանքները մեկ է Ուկրաինայի օգտին չեն։